Բոլորիդ բարի առավոտ, այսօր երկուշաբթի է եւ գիտեմ որ բոլորդ պատրաստում եք գնաք աշխատանքի։ Հույսով եմ որ կարեւոր է որ առավոտյան շուտ այս եթերը ես թողնեմ իմ էջում, որպեսզի այն մարդիկ ովքեր օրվա ընթացքում մտնելու են էջ, կարողանան նայեն, լսեն, ուսումնասիրեն, ասեմ որ 4 օր առաջ ես գրառումներ եմ թողել իմ էջում եւ անգլերեն էջում եւ ռուսերեն էջում եւ բոլորիդ շնորհակալություն եմ հայտնել իմ ծննդյան օրվա կապակցությամբ որ դուք կաք իմ մոտ եւ 4 օրում մեր հետևորդները եւ ընդհանրապես մեր ընկերները թողել են համարյա 3000 գրառում 4 օրում եւ մինչ հիմա էլի շարունակում են գրել այդ երկու էջում բացի դրանից մոտ 10000 հոգի գրել է երկու մեսենջերում, երկու էջում շնորհակալություններ, բարի խոսքեր եւ մինչ հիմա ես շարունակում եմ պատասխանել, ուզում եմ ասել, որ եթե ես ձեզ չեմ պատասխանել մինչ հիմա, ուրեմն չեմ հասցրել եւ խոստանում եմ բոլորիդ պատասխանել մեսենջերում, ովքեր գրառումներ են թողել Եվ շատ շնորհակալ եմ, որ այն մարդիկ, ովքեր գրառումներ են թողել, դա եղել է ոչ թե մի հատ նախադասություն, ոչ թե երկու նախադասություն, այլ եթե մենք նայում ենք այդ գրառումների տակ, բոլորը 4, 5, 6 նախադասություն, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ այդ ամեն մի բարի խոսքը ես ուշադիր կարդում եի, ով է գրել, ինչ է գրել եւ ինձ համար դա հենց այնց խոսքեր չի եւ նախադասություններ չի։ Ասեմ, որ մենք բոլորս ձեզ հետ միասին այս 7 տարվա ընթացքում ցույց ենք տվել, որ մենք հաղթել ենք եւ հաղթում ենք ամեն մի օրը մեզ համար դա հաղթանակ է եւ գիտեք մարդիկ ասում են ընտրություններ է գալիս ինչա լինելու ընտրությունների ժամանակ հաղթելու ենք թե չենք հաղթելու ուզում եմ նշել որ մենք ամեն օր հաղթում ենք այսինքն ամեն մեր օրը հաղթանակ է ինչի դուք չեք նկատում որ ամեն օր ինչ-որ մի բան է կառուցվում ամեն օր ինչ-որ մի լավ լուր է գալիս այնպես որ ամեն օր մեզ համար դա հաղթանակ է իմ ջայլուց ասեմ որ ես երեկվա եթերը նայեցի Երևանից եւ բոլորիդ հետ միասին ուրախացա շատ սիրուն էր հրապարակը եւ բարի այսպես ասած նախանձեցի տեսակետից որ ես չկամ այդտեղ որտեղ այդքան սիրուն մարդիկ են հավաքվել եւ շատ սիրուն էր իսկապես շատ հրաշալի տեսք էր Երևանը միշտ սիրուն է երեք շատ էր սիրուն եւ մարդիկ երևի կզարմանան բայց իրոք ես մտածում եմ որ ափսոս որ ես չկամ դեղ եւ շատ սիրուն է Բացի դրանից ասեմ որ շատ ուրախացրեց ինձ մանկական Եվրատեսիլը այս անգամ Հայաստանը ուղարկեց շատ մի հատ տաղանդավոր տղա եւ ես շատ ուրախացա քանի որ անցած տարի շատ վատներ մեր մասնակիցը բայց այս անգամ այդ երեխան եղել է ոչ թե տաղանդավոր այլ վերին աստիճանի տաղանդավոր եւ ես նայեցի սա իր համարը սա իր երգը շատ ուժեղ էր շատ ու տա Աստված որ ամեն տարի այդ ձևի տաղանդավոր երեխեք մասնակցեն Եվրատեսիլին եւ ներկայացնեն Հայաստանը այդ ձևի տաղանդավոր երեխեք նշեմ որ այս տարի սա վերջի եթերն է մի հատ եթեր մենք կանենք վիդեո մոստի կարգով Արփինե Պետրոսյանի հետ եւ ինձ թվում է դա կլինի վերջի օրերին, այս տարվա վերջի օրերին եւ ինձ համար դա կարեւոր է, քանի որ Արփինե Պետրոսյանին բոլորը սիրում են եւ ինձ թվում է դա կլինի եզրափակիչ եթերը, բայց այսօրվա եթերի ժամանակ կուզենայի ընդգծել, որ ձեզ հետ միասին այս վերջի 7 տարին մենք այնքան սյուժեներ ցույց տվեցինք եւ այդ սյուժեները մարդկանց ցույց են տվել եւ ցույց են տալիս ինչա իրականում կատարվում Հայաստանում մենք եղել ենք այն զենքը որը եւ մնում ենք այդ զենքը որի աջակցությամբ որի շնորհիվ բոլոր այն ստերը որը կա մենք ջարդում ենք եւ բնական է որ երբ դու օրինակ տեսեք 2 օր առաջ ես գրել եմ նյութ Սամվել Շախրամանյանի մասին եւ 2 օրում 2 էջում եւ խմբերում 130,000 մարդուց ավել ուսումնասիրել են այդ նյութը դա շատ մեծ արդյունք է 2 օրում Սամվել Շախրամանյանի մասին 130,000 մարդ եւ հասկանալի է որ այն մարդիկ ովքեր չեն ուզում որ մենք իմանանք իրականությունը իրանք պայքարելու են դա նորմալ է բնական է եւ ես այնքան ուրախ եմ որ Ռոման Բաղդասարյանը որ եղել է 2018 թվին եւ որը կա հիմա դա երկու տարբեր մարդիկ են այն տեսակետից որ շուտվանից արդեն ուշադրություն չեմ դարձնում ոչ մի
ստերի վրա, ոչ մի, չգիտեմ, գրառումների վրա եւ ես այնքան վստահ եմ իմ մեջ եւ դրա համար շնորհակալ եմ ձեզ, քանի որ մենք 7 տարում տեսանք, որ դուք էլ թքած ունեք բոլորի վրա եւ շարունակում եք տարածել այդ նյութերը, ռեպոստ անել, գրառումներ թողնել, ոնց ես իմ ծննդյան օրը ասեցի ձեզ նով եմ ուժեղ, տենց էլ կա։ Այնպես որ շնորհակալ եմ բոլորիդ, որ դուք մտնում եք էջերը, խմբերը, ուսումնասիրում եք, կիսվում եք, տարածում եք, սա է մեր հաղթանակը եւ տենց էլ լինելու է, դրա շնորհիվ մենք կարանք հաղթենք։ Եթե ինչ որ մի հատ նյութ, այսպես ասած մենք տարածում ենք առավոտյան, դա ուրեմն այսինքն եթե մենք առավոտն ենք ինչ որ նյութ, հա, տարածում եւ եթե երեկոյան եք տարածում, կարող է դա լինի տարբեր քանակի ռեպոստներ եւ տարբեր քանակի մարդիկ նային, քանի որ Facebook-ը ունի իր օրենքները, Մարինե ջան, բարև ձեզ, ռանը ուտրամ այսօր աշխատանքային օր է, բայց ուզում եմ մնա այս եթերը, հետո օրվա ընթացքում կնայեն։ Տեսեք, շատ կարեւոր է նյութերը եւ առավոտյան տարածել, եւ ցերեկը, եւ գիշերը, եւ երեկոյան, քանի որ տարբեր օրվա տարբեր ժամանակներին տարբեր մարդիկ են նստած տարբեր երկրներում եւ դրա մեջ է իմաստը, որ եւ առավոտները լինի սյուժեները եւ ցերեկը եւ երեկոյան եւ դա աշխատում է, իրոք աշխատում է դա։ Ձմեռ է սկսվում, մի կողմից դեպրեսիայի հարցեր կա, մարդ կա, որ իրան տրամադրություն չունի, ցավոք սրտի մի մասը չունի սեր իր տանը, ամուսինը չի սիրում, կինը չի սիրում, երեխան չի սիրում մարդուն եւ տարբեր պատճառներ կան, ինչի են մարդիկ վատ տրամադրությամբ, բայց ոնց մենք նոր գրեցինք, доброе утро всем, բոլորին բարի առավոտ, Ժողովուրդ ջան, Գայնե ջան, доброе утро, Յուրա, доброе утро, Օֆելիա ջան, բարի լույս, այսօր երկուշաբթի է, մի քիչ շուտ եմ դուրս գալիս, որպեսզի մնա այս եթերը։ Եթե մարդիկ վատ տրամադրություն ունեն, եկեք իրանց վրա չբարկանանք, քանի որ մենք երջանիկ ենք, մենք ուրախ ենք, բայց մարդ կա, որ իր տրամադրություն չունի եւ դա պատճառն այն է, որ իրան սեր չունի եւ նույնպես եմ կրկնում, հնարավոր է, որ իր տղան խաղում է, հնարավոր է, որ իր տղան թմրամոլ է եւ հնարավոր է, որ պարտքեր ունի, ամուսնուն մարդիկ կան, ոնց ես գրեցի, հիվանդություններ ունեն եւ իրանց ժամանակ չունեն խնդան, ուրախանան եւ այդ պատճառով այդ մարդիկ կարող է լինեն բարկացած, նեգատիվ են տարածում, բայց ես ուզում եմ ասել, որ ես շատ ուրախ եմ, որ կյանքում մի անգամ ես չեմ մտել ուրիշի էջը, ինչ որ վատ բան գրեմ, եւ ես դրանով ավելի ուժեղ եմ եւ ավելի երջանիկ եմ։ Շուշանիկ ջան, привет, дорогая։ Տեսեք, մեր Շուշանիկ Գագրյանը իր տղան զոհվել է, հերոս տղա ունի, ինքը զոհվածի մայր է, բայց մի անգամ ես չտեսա իրանից նեգատիվ, հասկանում եք, մի անգամ չտեսա իրանից նեգատիվ։ Եվ դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Շուշանիկ ջան, անձամբ ձեզ, որպես զոհվածի մայր։ Ինչ եմ ուզում ասեմ, հիմա տեսեք, եթե ինչ որ մեկը խնդիր ունի, իր տան մեջ խնդիր ունի, դա մեր մեղք չէ, մենք մեղավոր չենք դրա մեջ եւ ամեն անգամ երբ մենք Facebook-ում ցես հետ միասին տարվա ընթացքում փորձում ենք ուրախանալ, օրինակ երեք մարդիկ ուրախացել են, գնացել են հրապարակ իրաց երեխաների հետ եւ տակին ես կոմենտներ եմ կարդում, ինչ որ նեգատիվ, հա, այսպես ասած ովքեր են այդ դժբախ մարդիկ, հա, ռուսեն ասում են, кто эти несчастные люди, которые не могут радоваться новогоднему празднику в Ереване. Այո, այս մարդիկ դժբախտ են եւ իրոք ես ցավում եմ, եթե սրանց պարտքեր ունեն, հիվանդություններ ունեն, սեքսի պակասություն ունեն եւ այդ պատճառով այդ ձեւ իրանք վատ են իրանց զգում, դա ցավալի մի հատ փաստ է, Ժողովուրդ ջան, եւ այստեղ մենակ կարելի է մարդկանց խղճալ, ուրիշ ոչ մի բան։ Այն ինչ չէ, որ մարդիկ ունենք, որ առանց խնդիրներ են ապրում, տարբերություն դրանում է, որ մարդ կա իր խնդիրները ցույց է տալիս իր զրույցների մեջ, իր քայլերի մեջ, իր պահվածքի մեջ, մարդ կա իր խնդիրները թողնում է իր տան մեջ, ինչի օրինակ ես պետքա օրինակ իմ խնդիրներս դուրս գամ ու պատմեմ եթերում կամ նվնվամ, չէ, դա չի լինելու, քանի որ խնդիրը չի լուծվում այն ժամանակ, երբ դու այդ խնդրի մասին պատմում ես։ Ամեն խնդիր պետքա լուծեմ ես եւ ձեր խնդիրները պետքա դուք լուծեք։ Նույնիսկ չէ որ ուրիշ մարդ գալու է մեր խնդիրը լուծի, հա, ցավոք սրտի, ես չգիտեմ գուցե ինչ որ մարդիկ կան իրաց խնդիրները ուրիշներն են լուծում, բայց ես սովորել եմ մեծամասնությամբ 99% խնդիրները ես ինքս լուծեմ։ Հենց ավելի հեշտ է, քանի որ ուրիշի վրա հույս պահելը մենք արդեն գիտենք վերջում ինչ կարող է դա լինի։ Մարդկա, որը մտածում է, որ սաղ ձմեռը պետք է հալամ մենք սպասենք, որ վերջանա դեկտեմբերի կեսը, սա հունվարը, փետրվարի, բայց ես ուզում եմ մենք տրամադրվենք լավ եւ մտածենք, որ գարունը լինելու է արդեն վաղը։ Իմ սրտի մեջ գարուն է եւ մինչեւ ընտրությունների օրը մենք մեր Facebook-յան էջերում աշխատելու ենք մենակ պոզիտիվ լինի։ Վստահ եղեք, որ այսօր Հայաստանը ապրում է
Գայնե ջան, абсолютно верно, да. Они и от себя недовольны. Իրանք իրանցով են բան դժբախտ էջևի մարդիկ։ Այս անցած տարի ահագին լավ բաներ կատարվեց իմ երկրի համար, իմ ժողովրդի համար եւ ես այնքան ուրախ եմ, որ ժողովուրդը զզված է այս սուտասան կաթողիկոսից, կտրիչից։ Եվ ոչ մեկին ինքը պետքա ցույց, ոչ մեկին։ Ինքը արդեն մեռած է եւ ես հուսում եմ, որ այդ հարցը կլուծվի շատ մոտակա ժամանակները։ Եվ շնորհակալություն եմ հայտնում այն հոգեբարականներին, ովքեր դուրս են եկել ու շատ կներեք թքել են կտրիչի երեսին։ Ու այո, կտրիչի շրջապատը, իր թարախ շրջապատը, իր հանցագործ շրջապատը, նույն ձևի Facebook-ում նստած հաչում աշանպես, ուրիշ բան չունեն, էլ ինչ պետք անեն։ Կան ղարաբաղցիներ, ովքեր հույս են պահել, որ Մասիսի քաղաքապետը տանձով տղա է եւ իրանց կփրկի։ Ես ուրախ եմ, որ այն ղարաբաղցիները, ովքեր հույս են պահել Մասիսի քաղաքապետի վրա, նստել են ցխի մի հատ մեջ, ուրախ եմ, եթե ինչ որ Ղարաբաղցին ստենում է եւ դուք հույս եք վայել Մասիսի քաղաքապետի վրա, ես ուրախ եմ, որ Աստված ձեզ չափալախ է տվել եւ ձեր Մասիսի քաղաքապետը հիմա նստած այնտեղ, որտեղ պետք է նստի որպես հանցավոր մի հատ անձնավորություն, իսկ դուք եթե տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչքան լավություն է ձեզ համար արել եւ դուք հույս եք պահում, որ Մասիսի քաղաքապետը իր տանձը կհանի շալվարից եւ ձեզ կփրկի, դուք տեսաք ինչ արեց Աստված, ձեզ չափալախ տվեց ու ասեց բայ Մասիսի քաղաքապետ։ Նաև այն մարդիկ, ովքեր հույս են պահել, որ Բագրատ Սրբազանը մի հատ հանցավոր, մի հատ հանցագործ պատոշ մի հատ մարդ, հա, ահագին նաև Ղարաբաղցիներ հույս են պահել, որ Բագրատը իրանց կօգնի, Բագրատը կհանի Փաշինյանին։ Ես խնդալիս գալիս ասում եմ այն մարդիկ, ովքեր ասում են Բագրատ Սրբազան, դու մեր նոր վարչապետն ես, դու մեր նոր ղեկավարն ես, ախպեր ջան։ Բա դուք ովքեր Բագրատի հետ փողով գնում եք միտինգների, աջակցում եք Բագրատին, ասում եք Բագրատը մեր Աստվածն է, ուր եք դուք։ Գնում եք բանդ, ինչ որ պիրաշկի եք սարքում, տանում եք բանդ, այսինքն ասում եք Բագրատ ջան, եկել եք քեզ պիրիդաչա տանք։ Ուր եք դուք։ Օգնում եք ինչ որ բանով Բագրատին։ Գիտեք, երբ ես նայում եմ այս ձևի մարդկանց վրա, հա, այսպես ասած, այն մարդիկ, ովքեր Բագրատին աջակցում են, հիմա սկի չեն էլ հիշում իրան մասին, իրան նման չմոններ են։ Բայց չմոն ուրիշ ձևի ոնց ալնում, չմոն կոնկրետ տենց ալնում։ Դավաճան, ով իբր հավատում է ինչ որ մեկին, բայց իր վատ օրերին ինքը կողը կայնած չի։ Բա ուր եք։ Բա գնացեք, Բագրատը որտեղ նստած է, գիշեր ցերեկ դեղ մի քնեք, պալատկեք, բացեք, եթե դու տենք սիրում եք Բագրատին։ Եվ այո, այս մարդիկ ցիգաններ են, այսինքն մենակ ցիգանը կարող է Բագրատին աջակցի, հա։ Եվ ցիգանի պահվածքը դրանով է տարբերվում մեզնից, որ ինքը ցիգանը, երբ փող էր պետք միտինգին ինքը վերցնում էր Բագրատից եւ հետը քայլում էր, իսկ հիմա երբ Բագրատը փող չի տալիս եւ բանտում նստած է, այդ ցիգանները արդեն իրանց հետաքրքիր չի Բագրատը ինչ է լինելու Բագրատի հետ, ոնց է լինելու այդ Բագրատի կյանքը։ Մի հատ դենակ Спасибо большое, Жанна ջան, спасибо։ Ասում եմ, միջ հիմա շնորհավորում են եւ ես շատ զգացված եմ, Жанна ջան։ Մոտ 10000 հոգի նորից եմ կրկնում, մեսենջերում գրել, եթե ես մեծամասնությամբ չեմ պատասխանել, խոսք եմ տալիս, որ բոլորիդ պատասխանելու եմ, բոլորիդ։ Եվ ասում եմ 3000 հոգի երկու էջում կոմենտներ են թողել, դու կարաք մտնեք ու տեսնեք։ Ես չեմ հասցնում բոլորին պատասխանել եւ ես շատ երջանիկ եմ, շատ։ Ես չգիտեմ, ինչ խոսքեր գտնեմ այս մարդկանց ասեմ, որ ես շատ երջանիկ եմ։ Մոտակա 5 օրը բոլորիդ կպատասխանեմ։ Օրը աշխատում եմ 100-150 հոգու պատասխանեմ եւ մատերս հոգնում եմ ընդհանրապես ու մնացածը արդեն ասում եմ վաղը կպատասխանեմ։ Շնորհակալ եմ Ժաննա ջան, спасибо большое։ Եկեք տնակ Շուշանիկը ինչ ա գրում։ Մարտի քաղաքապետ, Մասիսի քաղաքապետը սկիմի աշխատանքի չկարողացավ տեղավորել Աննասունը, այո, բան Շուշանիկ ջան, Մասիսի քաղաքապետը հո իր գրպանից չի փող ծախսել Ղարաբաղցիների վրա։ Մասիսի քաղաքապետը ուրիշներից փող ա վերցրել, իբր Ղարաբաղցիներին օգնում ա։ Կեսը ինքն ա գողացել, կեսը բաժանել ա։ Ու այն մարդիկ, ովքեր կալբաս վերմիշել են ստացել իրանից, հա, ասել են, օ, ինքը հերոս ա, շնորհակալ եմ եւ այլն, գիտեք, խնդիրը դրանում ա, որ եթե քեզ ինչ-որ մեկը $100 օգնություն ա տալիս, դա չի նշանակում, որ այդ մարդը լավն ա։ Դա չի նշանակում դա։ Այո, շնորհակալ եք օգնության համար, ինձ էլ են այս 7 տարում այնքան օգնել իմ հետևորդներս։ Ես եմ բոլորին օգնում եւ օգնելու եմ, բայց միշտ հիշեք, որ նա այդ ձեզ ով օգնում է, նա այդ դրա համար որ ինքը օգնում է, դա չի նշանակում, որ ինքը իդեալական է կամ չգիտեմ օրինական է։ Նույնիսկ այդ Մասիսի քաղաքապետը։ Юра, да, наплевать на всех этих Багратов, Катрич, да, какой с него Катрич, трус, негодяй, пошли они все на 3 буквы. Юра, совершенно верно, это не католикос, это же, понимаете, уже все понимают, что это преступники.
Это преступники, когда у тебя и в церкви преступники сидят, когда у тебя и в банковской системе преступники. Տեսեք, մեր բանկային համակարգը ես նոր կարդում եմ, որ Արչին բանկի տնօրենը, հա, կանչել են քննչական կոմիտեն, հարցազրույցի, թե հարցաքննել են, չգիտեմ, գրված էր տարբեր էջերում։ Արչին բանկը այն որ Ղարաբաղցի է, հասկանալի է, չէ, որ այս սաղ տարիները ինքը այդ փողը, որը օգուտը ինքը հավաքում է մեզնից եւ պետությունից, ինքը ծախսում է պետության դեմ, ինքը Ղարաբաղյան կլանի անդամ է։ Նույն ձևի Արկադի Ղուկասյանի եղբայրը, ով սաղ աղը վերցրել է իր ձեռը։ Գիտեք թե այդ աղը հանքը ավանի, որ ինքը դեռ փող աշխատում, ինքը չի ծախսում պետության դեմ։ Ծախսում է եւ սա կառավարության թուլությունն է, որ ինքը թույլ է տալիս, որ Արչին բանկը, որ այդ աղի հանքը փող ծախսեն մեր դեմ, կեղծ էջերից, կեղծ սայթերից։ Սա խնդիրը իրանց մեջ է։ Եթե այդ մարդիկ պատժվեն եւ եթե խիստ այդ մարդկանց ցույց տային իրանց տեղը, իրանք կյանքում իրանց թույլ չեն տալ Արչին բանկից կամ ավանի այդ աղի հանքից փող աշխատեն եւ ծախսեն պետության դեմ։ Հիշում եմ ուրեմն 2 տարի առաջ երբ Ղարաբաղցիները դուրս են եկել Ղարաբաղից, Արչին բանկի տնօրենը մի հատ sense սուտ տրյուկ արել, որ իբր ինքը 100 ընտանիքի Ղարաբաղցում օգնում է, եւ Արչին բանկի ժողովրդին գրում են, ասում են Ռոմջան, այնքան սկուպո է այդ Ղարաբաղցին, այդ տերը Արչին բանկի։ Այն մի հատ բանկետը նավագոդնի, որ պետքա դեկտեմբերում այդ մարդիկ մի բակալ շամպանսկե խմեին եւ բան ուտեին Ալիվիե, իրան ձեռից փոկելա, ասելա նավագոդնի կորպորատիվ չեմ անում, այդ փողը ուղարկում եմ օգնություն։ Ինչի համար դու առաջի տեղն ես բռնում, ասում ես ամենաշատ Արչին բանկն է փող աշխատում։ Ինչ աստիճանի մարդ պետքա դիշով գա լինի այդ Արչին բանկի տնօրենը, որ մարդու բերանից Ալիվիեն եւ շամպանսկին դու փոկես, ասես, գիտեք այդ փողը տալիս եմ 100 ընտանիքի։ Իսկ ոչ մի 100 ընտանիքի էլ ոչ մի բան չի տվել, ինքը սուտասան է, եթե դաժե տված լինի մի 20 հատ ընտանիք իտո իր Ղարաբաղցի բարեկամներին։ Ես որպես Ղարաբաղցի գիտեմ էլի ոնց է դա անվում եւ դաժե չեմ կասկածում, որ Արչին բանկը նույն ձևի է արել։ Доброе утро, Аркадий, дорогой, Рипсиме, доброе утро всем, Шохиджан, Бари Аравод, Болорит, Бари Аравод. Это уже мой третий эфир из прекрасного Таиланда, Асемболь. Уже 8 дней мои подписчики в прямых эфирах видят меня с этой картинки, так что если хейтеры только вчера узнали, это Ղարաբաղյան Telegram-յան ալիքներում տարբեր ցիգաններ երեք են իմացել, որ ես ուրիշ տեղ հանգստանում եմ։ Ուրեմն մտեք իմ էջս 8 օր արդեն ցույց եմ տալիս, որ ստեղ եմ, շատ լավ եմ ինձ զգում, մի ուշացրեք, այսինքն ինչի եք դուք ստանում ինֆո մենա Ղարաբաղյան Telegram ալիքներից։ Իմ էջերից էլ ստացեք ավելի շուտ, ավելի մալնիենոսն է, դուք կարաք իմանաք որտեղ եմ ես գտնվում, այնպես որ իմ հետևորդներս արդեն 8 օր իմանում են, որ ես ուղ եթեր եմ դուրս գալիս ուրիշ երկրից եւ նշեմ, որ այս տարի 18 երկրից եւ համարյա 25 քաղաքից մենք սյուժե ենք նկարել ցույց տվել Рипсиме ջան նորից բարևներ Гая привет дорогая почти 20 стран я посетил и все наши подписчики видели все эти репортажи եւ Իտալիան եւ Իսպանիան եւ Իорդանիան եւ Шри-Ланкан, Египтос, Тунис и Айленд. То есть все наши подписчики видели. Почти 20 стран. Մյուս տարին պլանավորում եմ, ամեն տարի ես նես պլանավորում եմ։ Մյուս տարին տա Աստված, եթե կարամ ես 25 երկրում սյուժե նկարեմ, դա կլինի շատ հոյակապ։ Նաև կուզենայի ես շատ էի պլանավորել գնամ Пашкостан, то есть Иран, снять в Иране сюжеты. Обязательно будем снимать в следующем году Турцию, обязательно. Как армяне отдыхают в Турции, как их там много, как их много в Стамбуле, как каждый день армяне летают в Турцию. Так что Турция у нас в планах обязательно, так же, как и другие 23-25 стран. Էլի Աստված մեծ է, մենք պլանավորում ենք, բայց Աստված է որոշում, ոնց է լինելու, ինչ է լինելու, Աստված մեծ է, եթե ստացվի անպայման այդ 25 երկրում նկարենք սյուժեների, բացի դրանից մեր մարզերը։ Իսկ հիմա մոտակա օրերին մենք սկսում ենք Ալավերդին նկարելը, մենք վերջացրեցինք Ստեփանավան համայնքը, Վանաձոր համայնքը եւ Սպիտակ համայնքը ահագին նկարեցինք։ Այսօր երևի մենք սկսենք պատրաստվել նկարենք Ալավերդին եւ արդեն ես հասարակություն եմ տվել իմ եղբայրներին, որպեսզի մենք սկսենք Ալավերդին պատրաստել նկարել, այսօր կսկսենք երեկոյան Ալավերդին պատրաստել նկարել եւ հույսով եմ, որ մոտակա օրը, ասենք վաղ առավոտից մենք կսկսենք նկարահանումները Ալավերդի համայնքում եւ մոտակա օրերին կվերջացնենք, որպեսզի մինչեւ նոր տարին մենք Ալավերդին ցույց տանք անպայման մեր համացանցում։ Նաեւ նշեմ, որ շուտվանից մենք պայմանավորվել ենք Թավուշի մարզը ցույց տանք, խոստացել եմ Թավուշի մարզպետարանին, որ ես գալու եմ նկարեմ։ Սկզբից մենք գրում ենք, իրանք չէին պատասխանում, մենք շուտվանից ենք ուզում նկարել Թավուշի մարզը, չէր ստացվում, քանի որ իրանք չէին արձագանքում, չէին
ոնց որ ուզում, չգիտեմ, մեկը ասում է ուզում ենք, մեկը ասում է չենք ուզում, չգիտես դե ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում, կարևորը դա չի, բայց այն որ մարզպետի տեղակալի հետ ես կապնվեցի եւ ինքը ասաց, որ շատ կարևոր է մենք նկարենք Թավուշի մարզը, դա ինձ հերիք է եւ այո անպայման մենք Թավուշի մարզն ենք սկսում նկարել։ Լորի մարզը մենք Ալավերդի համայնքով վերջացնում ենք։ Այսօր նորից եմ նշում, այսօրվանից մենք սկսել ենք պատրաստվել նկարանումների։ Ռիփսի մեն տնապ ինչա գրում, թող նախանձել Ռոման ջան իրենք Ռիփսի մեջան շնորհակալ եմ։ Տեսեք Ռիփսի ջան, ցավը տանեմ, ես ապրում եմ իմ ուժերով, իմ քրնինքով եւ ես թքած ունեմ ով է ինչ ասում, ինչա նխանձում, որտեղ ուզում եմ գնում եմ, որտեղ ուզում եմ թռնում եմ, ինչ ուզում եմ հագնում եմ եւ չկա այս աշխարհում ոչ մեկ, ումից ես պետքա հարցնեմ, որտեղ ես պետքա թռնեմ, ինչ պետքա ծախսեմ, 20 տարի իմ կյանքում ես ապրել եմ եւ կներեք այն Ղարաբաղցիները, Ղարաբաղյան Տելեգրամյան ալիքում ովքեր ինձ քննադատում են կամ էլ ինչ որ ուրիշ բլոգերի էջի տակ, եկեք չմոռանանք, որ իրանք ցգանի խումբ են ցավում եմ, բայց այս է իրականությունը, որ մեծ մասը այդ մարդիկ, ովքեր ինչ որ բան ասում են, իրանք շատ լավ գիտեն, որ իրանք ցգաներ են դարել 2 տարի առաջ եւ այդ կարգավիճակն է իրանց, հա, այդ կարգավիճակի մեջ են իրանք ապրում, առանց իրանց գյուղը, առանց իրանց եկեղեցին եւ այո, իրանց այսպես ասած հոգին զգում է, որ իրանք ցգան են եւ մնացել են առանց ոչի բան իրանց սխալների պատճառով եւ այո ցգանի կարգավիճակում գտնվող մարդը ինչ է իրան մնում գրի ինչ որ նեգատիվ իսկ մենք պետք է ուրախանանք ամեն օր մենք պետք է օգտագործենք որպեսզի ապրենք լավ ունենք բոլորս խնդիրներ բայց տեսեք ես իմ խնդիրներս չեմ դուրս գալիս ու ասում ինձ օգնեք հեռախոս առեք ինձ օգնեք չգիտեմ դեղ առեք չէ ոչինչ ես ինքս կլուծեմ իմ հարցերս եւ ես գտնում եմ այն մարդիկ ովքեր խնդրում են ինչ-որ հեռախոս իրանց համար առնել կամ տուն վարձով վերցնել դրանք ցգաներ են ցգանի կարգավիճակում են եւ ես вообще ընդհանրապես ցավում եմ որ մեր Հայաստանի Հանրապետությունը փաստորեն ինքը ինչ հիմա ահագին մարդու կոմպենսացիա է տալիս իր վզի վրա քաշքաշում է այնց տպավորությունն է որ Հայաստանի ճակատին է գրած որ սաղ կյանքը մի խումբ մարդիկ իր վզին քաշքաշած տանի չգիտեմ գալու է այն օրը երբ ամեն մարդ իր քրնինքով է ապրելու երբ գալու է այն օրը որ ոչ մեկ մեր Հայաստանից մեր ժողովրդից փող չի պոկելու մեր վզին չի նստելու չի իմ մոտ նես տպավորությունն է որ չի լինելու այդ օրը Հայաստանում իմ մոտ նես տպավորությունն է որ Հայաստանը չգիտեմ 35 տարի արդեն այդ վիճակում է ապրում, հա, որ մի խումբ մարդիկ իր վզի վրա քաշտված տանում է։ Այն մարդիկ, ովքեր սիրում են իրանց մայրը, նրանք կյանքում կառավարությունից մի կոպեկ չեն վերցնել։ Այն մարդիկ, ովքեր սիրում են Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իմանալով, որ մենք դպրոցներ ենք կառուցում ճանապարհներ, դրանք չեն գնա կոմպենսացիա վերցնեն կամ տուն խնդրեն, հասկանում եք, այդ մարդիկ շատ վատ մարդիկ են։ Ու այդ մարդիկ 35 տարի այդ կարգավիճակում են ապրում։ Այստեղից փող վերցնեն, Սփյուռքից վերցնեն, Հայաստանից փոկեն, մարդու զավոդը վերցնեն իրանք նստեն այդ զավոդում, հա մի խումբ Ղարաբաղցի կանայք ֆոնդեր են բացել իբր իրանք հիվանդ մարդկանց են օգնում բոզություն անող կանայք են ու հիվանդ մարդկանց հիվանդ երեխաների վրա փողեր են աշխատում սրանց մթնոլորտը ցավոք սրտի սա է ու այս մարդիկ Հայաստանի արյունը այնքան ծծեցին որ Հայաստանը դարավ առանց դպրոց առանց մանկապարտեզ առանց ճանապարհ երկիր ինձ որ պետք չնեղանալ այդ ձևի մարդկանցից եւ գիտեք ցգանի համար ով փայ հավաքող է ամենացավալին նայա որ ինքը տեսնում է որ ինչ որ մարդ կամ մարդիկ իրանց նման փայ չէ հավաքում այլ ապրում են ամեն օր ուրախանում են վերցրեք ինձնից օրինակ ժողովուրդ ջան այն մարդիկ ովքեր ինձ քննադատում են Ղարաբաղում կամ Ռուսաստանում ախպեր ջան հերիք է արդեն ցգանի կարգավիճակում ապրեք Ռոման Բաղդասարյանի նման քո քրնինքով աշխատի որտեղ ուզում ես գնա կայֆավատ արա ու թքի բոլորի վրա ովքեր հաչում են քո հետևից Ոչ մեկ իրավունք չունի ձեզ ասի որ դու պետք է ապրես սենց կամ ապրես նենց ոչ մեկ ոչ մի շուն ոչ մի կատու Ну конечно Гай понимаешь Гай это такая трагедия для нас это такое горе для нас вот что может быть страшнее чем в твоем доме люди которые 35 лет у тебя просят деньги разве кому-то нравится кому-то помогать Вот разве это, знаете, вот мы же когда помогаем, даже вот мы делаем инфоплатформу, да, вот, понятно, что люди помогают нам, уже мне сколько лет мы делаем сюжеты, да, сейчас уже почти никто не помогает, но все равно первые же годы помогала мне семья Арушанян из Испании, там, но когда мы даем просто людям на еду, Гай, вот возьмите, пожрите компенсацию, вот возьми деньги, там, поживи за мой счет, да, это что? Как можно есть, пить и жить за чужой счет? Это же для нас горе, мы должны это понимать, такого нету ни в Чехии, ни во Франции, ни в Германии. Для нас это позор.
что у нас есть какая-то масса в населении, которая сидит на нашей шее, которая не живет за свой счет. Для нас это позор. И знаете, это как Божье наказание. Вот эн Ղարաբաղցիք ովքեր մեզնից փող են փոխում Հայաստանի Հանրապետությունից կամ Սփյուռքից, это же Աստված մեզ պատժել է։ Աստված եթե ուզում է մեզ պատժի, մեզ մի հատ բարեկամ է տալիս, ով մեր արյունը ծծում է ու ամեն ամիս մեզնից փող է ուզում։ Իմ մոտ հենց տպավորություն է։ Իսկ երբ մենք երջանիկ ենք ինչով, երբ մեր բարեկամները, մեր հարազատները հարուստ են եւ մեզնից ոչ մի բան չեն խնդրում։ Երբ քո հարազատը, քո եղբայրը, քույրը ինքը իր ուժով է ապրում, դա է չէ երջանկությունը։ Իսկ երբ քո հարազատը ամեն ամիս քեզնից փող է խնդրում, լացում է ու արյունը ծծում է, դա ի՞նչ է։ Դա դժբախտություն է։ Ու այո, մենք դժբախտ ենք այդ տեսակետից, որ ունենք այսքան մարդ, ով նստած է մեր վզին ու կներեք ես ամեն ամիս 2 հատ հարկ եմ մուծում։ Ամեն ամիս 2 հատ մալոգ եմ ուծում, որ այդ Ղարաբաղցիները, ովքեր հաչում են շաննաման այդ էջերում, ին փողից ուտելիք վերցնեն ու ուտեն չսատկեն սոված։ Էսա իրականությունը։ Ինչի պետք է իմ հարկերս տամ, ինչ որ դարմայի հետ կոմպենսացիա ստանա, եթե կարամ այդ հարկերը ասեմ ժողովուրդ ջան, ծախսեք ճանապարհի վրա, դպրոցի վրա։ Ինձ համար դժբախտություն է, это наше несчастье, что мы наши мои налоги мы тратим на еду для какой-то категории карабахцев, которые имеют 2 ноги, 2 руки, не хотят работать, а живут за мой счет. Что это позор для нас. Это позор и унижение. Я никогда не могу пойти и сказать, дайте мне компенсацию, когда я взрослый парень, и это позор взрослые мужики, которые могут работать, у которых 2 ноги, 2 руки, идут каждый месяц, воруют компенсацию у государства. Наши деньги, которые мы трудом заработали и заплатили в виде налогов, которые надо потратить на дороги, школы и сады. Поэтому, с одной стороны, մենք ասում ենք երջանիկ է Հայաստանում, բայց չեմ մի կողմից էլ դժբախտ է, քանի որ երբ երկիրը ունի այսքան մարդ, ով իր արյունը ծծում է ամեն օր, ինքը չի կարող էլի 100%-ով լինի երջանիկ։ Это, ասում են, у каждого есть свой крест, который он должен тащить, ամեն մարդ իր խաչը պետք է տանի իր հետևից։ Սա էլ մի խաչ մեզ համար է։ Երբ մենք պետք է օգնենք զոհվածի ընտանիքներին, վերավորի ընտանիքը, միայնակ ինչ որ կին է մնացել կամ իրանց պետք է օգնենք։ Ոչ թե զր էշեր, հա, 2 ոտով, 2 ձեռով պետք է իրանց փող տաս ամեն ամիս։ Ինչի համար։ Գնա աշխատի քո քրնքով ապրի, համբալ, ինչի ես դու գնում մեր երկրից, մեր ժողովրդից փող ես փոխում ամեն ամիս։ Չեմ ուզում դրա մասին ասեմ, քանի որ սա մեզ ցավ է, ինձ ցավ է պատճառում, երբ ես հիշում եմ, որ այսքան մարդ զրփի էշեր մեզնից փող են վերցնում, որ իրանք ամեն ամիս փող ստանան, ինձ համար սա ցավ է պատճառում։ Юр, значит, напомню, что Тавушскую область мы начнем снимать после Алаверды, так что обязательно заедем к вам, как я вам обещал. Помните, я вам обещал, что я в ваше село заеду? Столько обещал. Армену Ордяну тоже обещал. Кстати, Армен Ордян, у которого был этот инсульт, вы помните? Он же почти уже восстановился, чтобы вы знали. Գայա ջան, խնդիրը դրա մեջ չի, որ 100,000 խալավշիկ է։ Խալավշիկը ինքը նստում է տարբեր համացանցերում, էջերում ու հաչում մեզ վրա։ Խալավշիկի խնդիրը дրա մեջ է։ Խալավշիկը ինքը միշտ նախանձում է աշխատասեր մարդկանց, տաղանդավոր մարդկանց, արդյունավետ մարդկանց, երբ դու աշխատասեր ես, Արփինե, привет большой, երբ դու աշխատասեր ես, երբ դու արդյունավետ ես, այն մարդիկ, ովքեր արդյունավետ չեն, աշխատասեր չեն, իրանք միշտ նախանձում են, սա նորմալ է։ Ու միշտ էլ ցենց եղել է։ Իմիջայլոց մեր հերոսներին ինչի են սպանել։ Օրինակ Բեկորին ինչի են սպանել, Ազգալդյանին ինչին են սպանել, Մոնտեմելքոնյանին ինչի են սպանել։ Քանի որ այդ Ղարաբաղի գեներալները միշտ նախանձել են։ Օրինակ Սամվել Շախրամանյանի նման տականքը կամ էլ նույն Վիտալի Բալասանյանը, ով սպանել է Մոնտեմելքոնյանին։ Ինքը Վիտալի Բալասանյանը ինքը միշտ զգացել է, որ ինքը Մոնտեմելքոնյանի մոտ ինքը չմոյ է։ Ու ինքը նախանձում էր, ինքը մտածում էր ոնց անենք, որ գլուխը ուտեք Մոնտեմելքոնյանին։ Եվ այդ չմոն Վիտալի Բալասանյանը կյանքում չէր կարա դառնա գեներալ, չգիտեմ ինչ, եւ այսքան փող կողանա, եթե ինքը չսպաներ Մոնտեմելքոնյանի նման մարդը, որ իմանալով որտեղ Զասադա է, որտեղ ադրբեջանցիներ են, ինքը ուղարկում է այդ մարդուն Զասադա, որ իր գլուխը ուտի։ Նույն Սամվել Բաբայանը, ով սպանեց իր մարդկանց հետ եւ Բեկորին, հա, դրա մասին սա Ղարաբաղն է պատմում, ոնց է դա եղել։ Բայց Սամվել Բաբայանը ոնց է դարել Սամվել Բաբայան։ Ուրիշի մարդկանց գլուխը ուտելով դարել է Սամվել Բաբայան։ Երբ մարդիկ տենում են, որ Իրանից կա ավելի հզոր տղա, ավելի smeli, ավելի դոբլիսն, ինքը իր գլուխը ուտում է, որպեսզի ինքը գնա առաջ։ Եվ այսօրվա այդ Ղարաբաղի գեներալները, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, Արշավիր Գարամյան, Օգանովսկի, դրանց մեջ չկա մի հատ տղամարդ։ Դրանց մեջ չկա մի հատ մարդ, ով տղամարդի ինչ որ քայլ է արել այս կյանքում։
Միակ բանն իրանք որ արել են, սպանել են ուրիշ հայերին, ավելի հզոր հայերին, որպեսզի դառնան գեներալ, չգիտեմ, Ղարաբաղի կառավարության անդամներ։ Այնքան եմ լավ ես դա իմանում, ու դրա համար մենք կարող է տարբեր աչքերով նայեք այս մարդկանց վրա։ Ես նայում եմ իմ աչքերով եւ ինձ համար այս մարդիկ հանցագործ են։ Ես չեմ կարող այս մարդկանց վրա նայեմ լավ աչքերով։ Нет, Армен Ордян это парень, который живет в селе Бертаван, по-моему, если я не ошибаюсь. Он же служил на границе, он тавушский. И он получил инсульт год назад. Вот за год он почти восстановился. Он же есть у меня в друзьях. Мы ему помогали, вот Арпинепи помогала, другие помогали. Мы помогали ему. И вообще я весь год за него молился, я очень рад. Ես շատ ուրախ եմ, որ ինքը համարյա վերականգնվել է։ Արմեն ջան, եթե եթերը նայես, մենք սրտանց ուրախ ենք, որ դու վերականգնվել ես եւ այնքան եմ ուզում, որ դու հիմա ինքը շատ лав խոսում է, առաջ շատ վատ էր խոսում եւ արդեն քայլում է։ Ես շատ ուրախ եմ, շատ։ Нарина, привет, дорогая. Пораньше утром, видишь, с какого прекрасного места уже 8 дней я выхожу в эфир, чтобы передать вам ауру добра, лета. Завтра наступит весна, վաղը գարուն է լինելու, միշտ հիշեք դա, շատ մոտիկ է գարունը։ Да, и они ходят и живут в Ереване. Они грязные убийцы, преступники, родственники Виталия Баласаняна, они же сидят, гавкают, наверное, на меня, вместо того, чтобы сказать, что мы опозорились и перед Азербайджаном, потому что в Азербайджане тоже смеются, что наш генерал Виталий Баласанян украл у своих солдат тепловизоры. Вот интересно, родственникам Виталия Баласаняна бывает стыдно, что весь мир смеется над Вито Баласаняном? Вот бывает вам стыдно, если вы меня смотрите? Вот вы считаете позорищем своего генерала, который ворует у своих солдат тепловизоры? Я думаю, что это позорище. Ռիփսիմեջանն չի գրում, իսկական հերոսները հերացրեցին իրենց, այո, ոչ մի հատ հերոս չկա հիմա, Доброе утро, Жанна, дорогая, մի հատ հերոս չկա, ոչ Սամվել Շախրամանյան, ոչ Սամվել Բաբայան, ոչ Բակո Սակյան, դրանք ոչ մեկ դրանցից հերոս չի, իրանք սաղ թմրանյութ վաճառող, զենք գողացող, բանկամատ քանդող, ուրիշի սպանող, խորխորունին սպանող, այս դեպի մարդիկ են սրանք։ Ու մի զարմացեք, երբ ասում են, գիտեք, երբ ասում են նյութի տակ ինչ որ չգիտեմ բլոգեր, вообще ոսկե հայել չի, չգիտեմ 100 Ղարաբաղցի գրել են, 100 Ղարաբաղցին որն է, Վիտալի Բալասանյանը ունի 20 հատ բարեկամ, Սամվել Բաբայանը ունի 20 բարեկամ, 20 ընկեր, Բակո Սահակյանը ունի 20 կին, 20 բարեկամ, Արկադի Գուկասյանը ունի 20 կին, բայն է որ մոտ 50 հոգի եթե ես քննադատեմ Ղարաբաղից, այդ 50 հոգին 10 հատ ամեն մի հոգու բարեկամ կա, այդ բարեկամները իրանց թարախ բերանով հաչելու են, բա նորմալ է, բա ոնց պետք է լինի։ Նորմալ է։ Ես էլ իմ կողմից հզոր եմ, որ այս մարդկանց ես շանորն եմ գցում 7-րդ տարին, շանորը, ու միլիոններ հայեր գիտեն արդեն դրանք ովքեր են։ Ես հերոս եմ այս տեսակետից, հզոր եմ եւ ձեզնով եմ հզոր, մենք միտեղ հզոր ենք, մենք հաղթեցինք եւ հաղթելու ենք, եւ հաղթանակը մեր կողմին է, ժողովուրդ ջան, դաժե մի կասկածեք։ Եվ ուրախ եմ, որ մի խումբ պոռնիկներ Բագրատից սկսած մինչև Մասիսի քաղաքապետը, Տաշերից սկսած մինչև մնացած դալբայոբները իրանց ստացան եւ ստանալու են եւ ինչ գողացել են, ինչ արել են, պատասխան են տալի։ Դե Յուրա ջան, դուք էլ ապրում եք գյուղում, Թավուշի մարզում։ Պատկերացրեք, երբ դու գիտես, որ պատերազմ չկա եւ պատերազմ չի լինելու, ինչքան է կարեւոր սա գյուղացու համար, ինչքան է կարեւոր գյուղացու համար, հա, որ գյուղացին ինքը հանգիստ ապրի իր գյուղում եւ իմանա, որ ոչ մի պատերազմ չի լինելու։ Այն մարդիկ, ովքեր քաղաքներում են ապրում, իրանք չեն պատկերացնում գյուղացու համար ինչքան կարեւոր է դա։ Դա շատ կարեւոր է գյուղացու համար։ Ну что, նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարդկանց, ովքեր գրել են Messenger-ում կամ իմեջերում,
ու մեծ բարևներ Ալավերդի համայնք, որտեղ մենք այսօր սկսում ենք պատրաստվել նկարահանումների, նոր սյուժեներ եք նկարելու Ալավերդու համար։ Ես ինքս կմասնակցեմ այդ նկարահանումներին եւ ես ինքս մասնակցելու եմ ամեն մի սյուժեն, երբ մենք նկարենք։ Եվ մոտակա օրեր մենք կսկսենք ցույց տալ Ալավերդին, արդեն մեր առավոտյան սյուժեներում Ալավերդին լինելու։ Իսկ դրանից հետո անցնում ենք մենք Թավուշի մարզը նկարենք եւ մինչ նոր տարին մենք ցույց կտանք Աբու Դաբիից սյուժե մեր ընկերների հետ ես նկարեցի սյուժե մոտակա օրերը ցույց տամ մինչեւ նոր տարին հաստատ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր խաղաղություն են պաշտպանում, խաղաղության կողմին են, Ռեզո պրիվետ большой։ Եվ Ալեն Սիմոնյանին եմ շնորհակալություն հայտնում, որ մոտիկացել է մանկական Եվրատեսելին եւ Ադրբեջանի ներկայացուցիչին, այդ աղջկան համբուրել է, բարի խոսքեր է ասել, շնորհավորել է։ Դա այնքան կարևոր է ամեն այդ մի քայլը մեզ բոլորիս համար։ Դե ինչ Ժորժ ջան, նոր տարում ամենալավն եմ ցանկանում։ Վերջին եթերը լինելու է Արփինե Պետրոսյանի հետ։ Մենք վիդեոմոս տանենք անպայման եւ վերջի խոսքերը մինչ նոր տարին անպայման կասենք։ Մինչ նոր հանդիպում։